Այս մեկը թող մնա ինձ, հա։ Ես ձեր հարցերին կարող եմ պատասխանել։ Պահանջը հակիրճ կներկայանցնեք։ Քասախ համայնքում 2 տարի եւ շարունակ գործել է 59 համարի ավտոբուսը։ Ուրեմն մեր պահանջը միայն այդ ավտոբուսի շահագործումը շարունակելն է։ Ես երեք հանդիպում եմ ունեցել կառավարության շենքում պատկան մարմինների հետ, նրանք ինձ պատասխանել են հետեւյալը. 59 համարի տրանսպորտային միջոցը քասախ մտցնելով մենք ձեզ արել ենք մեծ լավություն։ Հիմա ես ուզում եմ պատասխանեմ, ինչն է խանգարում, որ դուք շարունակեք մեծ լավությունը անել։ Եթե դուք արել եք մեծ լավություն, ապա պարտավոր եք շարունակել, հակառակ պարագայում դուք պետք է փոխադարձ դրան համարժեք, այսինքն նույն ավտոբուսներով շարունակեք երթևեկությունը, քանի որ ինչ է նշանակում արել ենք լավություն։ Չէր լինի այդ տրանսպորտային միջոցը, կլիներ մեկ ուրիշը, մենք կհամակերպեինք այդ մեկ ուրիշով, հասկանում եք։ Հիմա մեր համայնքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ մարդկանց արդեն իսկ ընտելացրել են տրանսպորտային մի միջոցի եւ հիմա ուզում են այդ ավելի լավ միջոցից տեղափոխել գազելներ։ Ժողովրդի պահանջը շատ հասկանալի է։ Մենք չենք ուզում նորից հետ վերադառնալ գազելների։ Եթե ի սկզբանե կլներ գազելներ, մենք այս բողոքի ձայնը չէինք ունենա։ Կարծում եմ այս պահին արժեքը էական չի, թե ինչ եկան են բարձրացնելու, ինչքան կթողեն։ Ես կարծում եմ արժեքը սակարկելի կլինի, բայց դե այս պահին մեզ արժեքն էլ չի հետաքրքրում։ Ընդհանրապես մենք կապալառու ընկերության հետ որևէ խնդիր չունենք, կարող են նաև իրենց գազելները բերել։ Ես կարդացի, որ ավելի հարմար տարբերակներ կան, ավելի լավ տարբերակներ կան։ Ամեն դեպքում որոշողը քասախի հանրությունն է։ Եթե քասախի բնակիչը չունի խնդիր, կարող է այստեղ մարդ չլինել։ Իսկ այստեղ դուք տենում եք բազմամարդ ենք եւ այս մեր պահանջը հստակ ձևակերպված է։ Ես նշեմ, որ 9-ին 15 պակաս ոստիկանության հետ հիմա մենք քննարկենք եւ 9-ին 15 պակաս մայրուղին կփակեն։ Ինչն է խնդիրը, որ այ 3 պրոշյանցիների խնդիրը մասամբ լուծվել է, իսկ ցես միանգամից բացասական պատասխան են տվել, ինչի հետ է սա կապված։ Ես կարծում եմ, ուրեմն մեր համայնքի ներկայացուցիչները ուղղակի փորձեցին բարձրանալ պրոշան եւ մասնակցել պրոշանի հանրահավաքին, մենք ինքներս որևէ բան չկազմակերպեցինք։ Երևի կառավարությանը թվաց, թե մենք չունենք պահանջ։ Այս հավաքը կազմակերպել է հենց հատուկ այն մարդկանց համար, ովքեր գիտեն, որ մենք պահանջ չունենք։ Իմիջիայլոց մասնակի բավարարելը ես համարում եմ հենց այդ արդյունք, հենց այդ միջոցառման արդյունք։ Դրա համար մենք էլ բնականը շարժվում ենք հենց այդ դրանով։ Փաստորեն օրինական ճանապարհով հնարավոր չի։ Արդեն կսկսենք մենք բարձրաձայնել այն ճանապարհով, որը դասական է երևի։ Այս ճանապարհներ փակելով այսպես ակցիաներով իրատեսական է համար։ Ես դա եմ նշում, դուք լսում եք, ես ինչ եմ նշում։ Ես նշում եմ, որ մենք փորձել ենք օրինական բոլոր ճանապարհները, հանդիպել ենք այն մարդկանց, ովքեր ընդունել են մեզ։ Փաստորեն օրինական ճանապարհով չի լինում։ Խնդրեմ, միանշանակ համոզված եմ մեր հարցի հետ հաշվի կնստեն գոնե այս ճանապարհով։ Մարդիկան ովքեր դեմ են փողոց փակելուն, ասում են դա արդյունավետ։ Մարդիկ շատ են եւ կարծիքները նույնպես։ Իսկ ներողություն քիչ Կներեք ես հայտարարություն։ Հա, բայց Մի վարքան հայտարարություն անեմ, նոր շարունակեմ։ Ես բոլոր միացան միջոցներին հայտարարել եմ, որ մինչև 9-15 պակաս մենք սպասելու ենք պատկան մարմինների հայտարարությանը։ Չունենալով խելամիտ որոշում, չունենալով խելամիտ հայտարարություն, կխնդրեմ ոստիկանության աշխատողներին, ովքեր պատասխանատու են այսօրվա միջոցառման համար, թող մոտենան ինձ, մենք պլաստական քննարկենք, չէ՞ որ Մարգարետ փակումը, նորից նշում եմ ժամը, 9-15 պակաս սիրելի փաստացիներ։